Հարգելի հետևորդներ, ինչպես արդեն գիտենք, այսօր լուրեր էին տարածվում այն մասին, որ բարեգործ Սամվել Կարապետյանին բերման են ենթարկել, սակայն լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ այս լուրը հերքեց իր եղբայրը Կարեն Կարապետյանը, բայց նա տեղեկացրեց, որ իրավապահ մարմինները փորձում էին խուզարկել տունը բերման ենթարկել Սամվել Կարապետյանին, սակայն չհաջողվեց, քանի որ Սամվել Կարապետյանի թիկնապահները թույլ չտվեցին հատուկ ջոկատայիներին մտնել Կարապետյանի տուն։ Մինչ այս միջադեպը տեղեկացնենք, թե ինչ է տեղի ունեցել։ Այսօր Newsam-ի հետ հարցազրույցի ժամանակ բարեգործ Սամվել Կարապետյանը իր աջակցությունն է հայտնել հայ առաքելական Սուրբ եկեղեցում, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն է իր Facebook-յան էջում գրառում կատարել, նշելով հետևյալը՝ մեջ բերեմ. Պոռնկաբարո հոգևորականներն ու նրանց պոռնկաբարո բարեգործները ինչու են ակտիվացել, ոչինչ, նորից կպասիվացնենք, ընդ որում ընդմիշտ։ Այնուհետև արդեն երբ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին, երբ լուրեր տարածվեցին, որ Սամվել Կարապետյանին բերման են ենթարկել, փորձել են խուզարկել իր առանձնատունը, այս իրողության հետ զուգահեռ մենք Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջում կարդացինք հետևյալը. Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապրի գեղը չի, սա Հայաստանի Հանրապետությունն է, հույս ունեմ պետության համը բերաններդ կմնա։ Այս իրողությունից հետո, ինչպես տեսնում եք, մեծաթիվ մարդիկ են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան դիմաց, իրենց աջակցությունը հայտնելու բարերար Սամվել Կարապետյանին։